Հալեպում հրադադար է հայտարարվել։ Սիրիայի պաշտպանության նախարարությունից նշել են, որ քրդերի հետ մի քանի օր տևած կատաղի բախումներից հետո ռազմական գործողությունները դադարեցվում են։ Քրդական զինված խմբավորումներին մի քանի ժամ են տվել Հալեպի թաղամասերը լքելու համար։ Սիրիական դեմոկրատական ուժերը դեռ չեն մեկնաբանել այդ պահանջը։ Սիրիական կառավարական բանակի եւ քրդական ուժերի միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ։ Հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ակնկալվում էր, որ ըստ Սիրիայի նոր իշխանության հետ ձեռք բերված համաձայնության քրդական ուժերը պետք է ինտեգրվեն սիրիական բանակին մինչև 2025 թվականի վերջ, սակայն վերջին օրերին կողմերը մեղադրեցին իրար գործարքը ձախողելու համար։ Այս ֆոնին Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահների հետ քննարկելու տարածաշրջանային կայունության հետ կապված հարցեր։ Շարան ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության, Հալեպի անվտանգության ապահովման եւ երկրի վերակառուցումը խոչընդոտող անօրինական զինված գործողությունների դադարեցման կարեւորությունը։ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ, ի սկզբանե դրանք բռնկվել էին ազգային արժույթի անկման եւ գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են հակակառավարական բնույթ։ Երկրի ամբողջ տարածքում, այդ թվում Թեհրանում, լարված է, ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են արձանագրվել։ ԶԼՄ-ների տվյալով ակցիայի մասնակիցները հրկիզել են ոստիկանական մոտոցիկլեր, հեռուստակայաններ, տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներ, ինչպես նաեւ Գերագույն առաջնորդ Խամենեիի լուսանկարները, վանկարկելով մահ բռնապետին եւ աջակցություն հայտնելով Իրանի վերջին շահի որդուն Ռեզա Փահլավիին։ Ցույցերի ֆոնին ամբողջ երկրում հեռախոսային եւ ինտերնետ կապը սահմանափակվել է, հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասնում է 42-ի, այդ թվում 34 քաղաքացիական անձ եւ 8 իրավապահ։ Հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվել են։ Իրանի նախագահը կոչ է արել ոստիկաններին խուսափել ցուցարարների հետ բախումներից։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ Իրանում ցույցերին մասնակցում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, ուժեղ հարված կհասցնի Իսլամական Հանրապետությանը, եթե ուժայինները ցուցարարների սպանեն։ Թրամփը նաև չի բացառել, որ կարող է հանդիպել Փահլավիի հետ, սակայն դա դեռ պատեհ չի համարում։ Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, զոհվել է 4 մարդ, եւս 19 վիրավորվել։ Տուժածների թվում կան բուժաշխատողներ, վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական օբյեկտներ եւ կենսական կարեւորության ենթակառուցվածքներ։ Որոշ շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումը։ Տեղական իշխանության տվյալով վնասվել է նաեւ մայրաքաղաքում տեղակայված դեսպանատներից մեկը։ Թիրախում է եղել Լվովը, տեղական իշխանությունը հայտնել է, որ հավանաբար կիրառվել է օրեշնիկ հրթիռ։ Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այդ թվում օրեշնիկով հարվածել են Ուկրաինայի տարածքին։ Ի պատասխան դեկտեմբերի 29-ին Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա ուկրաինական ուժերի ենթադրյալ հարձակման։ Ռուսական կողմը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ժամեր առաջ հարվածել են Բելգորոդի մարզին, ինչի հետևանքով կես միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Կան տուժածներ։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել, որ աջակցում է հակառուսական պատժամիջոցներին, սակայն հուսով է, որ դրանց կարիքը չի լինի։ Նա հավելել է, որ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է։ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության գործարք կնքել։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Փարիզյան բանակցությունների արդյունքներով Կիևը եւ Վաշինգտոնը համաձայնության են հասել անվտանգության երաշխիքների շուրջ։ Պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ամերիկյան թիմը պետք է կապ հաստատի Մոսկվայի հետ, հասկանալու ինչի են նրանք պատրաստ դիվանագիտության ոլորտում։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն այժմ նախընտրում է հրթիռակոծել Ուկրաինայի տարածքը, հատկապես ձմեռային բարդ պայմաններում։ Նա կոչ է արել դաշնակիցներին ճնշում գործադրել Մոսկվայի վրա դադարեցնելու պատերազմը։ Դիանա Գասպարյան, լուրեր։